Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերջզգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, արդեն իսկ տեղադրված են դեկտեմբեր ամսվա կանխատեսումները։ Եթե չեք դիտել, անպայման դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոն, շատ հետաքրքիր վերլուծություններ եմ ներկայացրել, իդեպ անպայման դիտեք։ Եվ ամեն շաբաթ ես ավանդաբար ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մուրակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, գիտեք, որ սև ուրբաթյան զեղչերը շարունակվում են, ես ձեզ խորհուրդ եմ տալիս անպայման ձեռք բերել բնական քարերով այս գեղեցկագույն թևնոց թալիսմանները, որը ամեն կենդանակերպի համար, օրինակ սա կույսն է, ես ընտրել եմ լավագույն քարերը, լիցքավորել եմ հատուկ հաջողության ճանապարհները բացվելու դրական էներգիայի համար, այնպես որ սա ցուլն է, տեսեք ինչպիսի գեղեցկություն է եւ բոլոր կենդանակերպերի նկա, իրանք արագ սպառվում են, ես պարզապես չեմ հասցնում պատրաստել, այսօր եմ այսքանը պատրաստել եւ այնպես որ շտապեք ձեռք բերել, նաեւ ուզում եմ ձեզ հիշեցնել, սիրելի բարեկամներ, որ ձեր բազմաթիվ խնդրանքներով 50% զեղչ է գործում մինչև դեկտեմբերի 7-ը իմ գերջզգրիտ խորհրդատվության համար, ինչպես այցի համար, այնպես էլ on-line խորհրդատվության համար, այնպես որ շտապեք, թե ուզում եք իմանալ գալիք տարվա ձեր ամենաճշգրիտ կանխատեսումը։ Սիրելի բարեկամներ, ցավալիորեն իրագործվում են իմ բոլոր կանխատեսումները եւ ըստ էության բռնությունները, ճնշումները, ասպատակությունը, ազատ խոսքի, հավատի, եկեղեցու դեմ շարունակվում է, սիրելի բարեկամներ, ցավալիորեն ես նշել էի, որ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին դա այդ բոլոր բռնությունները առավել այսպես զզվելի եւ առավել անմարդկային դրսևորումներ են ստանալու եւ այսօր այդ նիկոլյան սրբազանների շարքից այսպես պատարակ էր Սուրբ Սարգիս եկեղեցում, այդ կճոյան սրբազաններ, հա, սրբազան իրեն շատ դժվար է անվանել, կարծեմ պղծազան է նա, ոտից գլուխ պղծված, ես ճիշտն ասած շատ վրդովված եմ եւ զայրացած, որովհետեւ այն ինչ տեղի ունեցավ այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցող պատարագի ընթացքում, չգիտեմ, դա համաշխարհային խայտառակություն է, դա ոչ միայն հակաժողովրդավարական, դա հակամարդկային, հակաքրիստոնեական, ընդհանրապես բոլոր հակաների հակաները պատկերացրեք այն ինչ որ տեղի ունեցավ պատարագի ժամանակ, երբ հնչեցվեց Հովհաննես Իշխանյանի կողմից, կարծեմ հենց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի անունը բարձր գոռաց եւ անմիջապես այդ մեծաթիվ ոստիկանները հենց պատարագից, հենց եկեղեցու մեջ բռնություն իրականացնելով դուրս հանեցին այդ անձնավորությանը եկեղեցուց։ Սա ուղղակի իսկապես աշխարհի աչքերի առջև խայտառակություն է եւ
շատ այսպես հեռահար նպատակներ ունի այս ամենը, ոչ միայն բռնություն կիրառել, ոչ միայն ճնշել ազատ խոսքը, ոչ միայն մարդկանց վախացնել, այլ նաև ցույց տալ, որ ահա տեսեք, ամբողջ աշխարհին սա են ներկայացնում, ահա տեսեք, գիտեք, որ հայրը առաջի քրիստոնյաներն են, պղծվում է եկեղեցին հայկական, անարգվում է ամենայն հայոց կաթողիկոսի անունը, ոչ մեկ ձեն չի անում, մի հոգի թե երկու հոգի, դրանք էլ բան են, նախկիններ են, չգիտեմ, բան են, ընդդիմության ներկայացուցիչներ են, հասկանում եք, սա է նպատակը եւ նաեւ այս անգամ պատարագին ներկա էին նաև աղանդավորները, տարբեր ուրեմն այլադավաններ, նաև աղանդավորներ, բայց սարսափելին ոչ միայն այդ բռնության եւ վանդալիզմի ակտներ հենց եկեղեցու ներսում, սրբապղծությունը նաև նա էր, որ եկեղեցում հենց մտան կառավարության ներկայացուցիչները, նաև Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, Ռուբինյանը, Ավինյանը եւ այլն, նրանք մտան եւ ծափահարություններ սկսեցին հնչել եկեղեցում, սիրելի բարեկամներ, եկեղեցին խրախճանքի պալատ չէ եւ ոչ էլ աղանդավորական ինչ-որ հավաք, որ դուք ինչ-որ անհասկանալի ծափողջուններով, դմդմփուներով, անհասկանալի շարժումներով դիմավորեք աշխարհիկ իշխանությանը, սա խայտառակություն է, սիրելի բարեկամներ, պարզապես խայտառակություն, նման բան Սուրբ առաքելական եկեղեցին, հայ Սուրբ առաքելական եկեղեցին չի տեսել երևի 1700 տարիների ընթացքում նման բան պարզապես չի եղել եւ սա գիտեք ինչ է նշանակում, որ ինչու եմ շատ մանրամասն անդրադառնում այս երևույթին, որովհետեւ շատերը չեն հասկանում պարզապես ինչ է դա նշանակում։ Դե ծափ են տալիս, բայց իրականությունը շատ ավելի ահավոր է եւ շատ ավելի մտահոգիչ, քան դուք կարող եք պատկերացնել։ Իրականում, սիրելիներս, եկեղեցում արկա են այդ բոլոր հոգիները, մեր նախկին սրբազանների, մեր նախկին ուրեմն սրբերի, այսինքն պատմության ընթացքում սրբադասված անձանց, պատմության ընթացքում լուսավորիչների, չգիտեմ, բոլոր այդ հոգիները, որոնք սրբացվել են եւ որոնք կազմում են այդ սինկլիտը, այսինքն դրախտային այն հատվածը, որտեղ բնակվում են տվյալ ազգի սրբերը, այ նրանք բոլորը արկա են, ներկա են եկեղեցում, իհարկե հոգևոր դաշտում, բնականաբար ոչ ֆիզիկական դաշտում մենք ենք արկա, այսինքն հավատացյալները եւ տեսնելով այդ ամենը, պարզապես լսեն, իհարկե նրանք ամեն բան լսում են վերևից եւ դա նրանք երկրորդ անգամ զոհվում են, մահանում են երկրորդ անգամ, հասկանում եք, արդեն նրանք հասկանում են, որ այլևս հայ ազգը կորցրել է իր բնականոն կապը այն հոգևոր ոլորտի հետ, որը նրան պաշտպանել է, նրան հովանավորել է, փրկել է դարեր շարունակ, այդպես չէ, որ հոգևոր ոլորտում գտնվող էակները, նաև հրեշտակները, նաև սրբադասված մարդիկ, նրանք իհարկե այնտեղ նույնպես անցնում են իրենց զարգացումը հոգևոր եւ աստիճանաբար բարձրանում են ավելի բարձր հոգևոր աստիճանների։ Օրինակ Վարդան Մամիկոնյանը այժմ նա դարձել է ժամանակի ոգի ըստ իմ տեղեկությունների եւ այսպես է, նրանք երկրորդ անգամ մահացան, հասկանում եք, տեսնելով այս պղծությունը, տեսնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության վերածվում է սատանայապետության, հասկանում եք, Նիկոլ Փաշինյանի նպատակը նա չէ, որ պարզապես այսպես պաշտոնանկ անի Գարեգին Բ-ին, դա չէ, ամենևին սիրելի բարեկամներ, նրա փոխարեն դնի իր սրտի կաթողիկոսին, ոչ իհարկե, նրա հեռահար նպատակն այն է, որ առհասարակ կաթողիկոսական այդ աթոռը վերացնի Հայաստանից եւ
փակի եկեղեցիները, հնարավորինս շատ փակի եկեղեցիներ եւ այսպես աստիճանաբար որպեսզի հայ առաքելական եկեղեցին դասվի այսպես շարքային հոգևոր մի կազմակերպության թվին, որոնք բազմաթիվ են Հայաստանի Հանրապետությունում, այսինքն այդ բացառիկ դերը հայ առաքելական սուրբ եկեղեցու, որը դարեդար, չգիտեմ, հազարամյակներ փաստորեն պահպանել է մեր ազգը, ապահովել է նրա հարատևությունը, ֆիզիկական անվտանգությունը, նաև հոգևոր այսպես ինքնուրույնությունը եւ ինքնիշխանությունը մենք չենք ունեցել պետականություն շուրջ 1000 տարի անի թագավորության անկումից հետո հայկական լեռնաշխարհում ըստ էության, եթե Կիլիկիան հաշվի չառնենք, չի եղել լիարժեք այսպես պետական կազմավորում եւ հոգևոր այնուամենայնիվ ինքնիշխանությունը, ինքնուրույնությունը ապահովել է հենց հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Եվ այժմ, երբ այդ եկեղեցին պղծվում է, անարգվում է, ոտնահարվում է, ավերվում է, ասպատակվում է, բառի բուն իմաստով, միաբանությունը արդեն իսկ պառակտված է հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ դա ամենամեծ սրբապղծությունն է եւ սատանայապաշտությունը։ Էլի բարեկամների, ես այստեղ չեմ խոսում Գարեգին Բ-ի մասին իբրև մարդու, այսինքն չեմ ուզում վերլուծել եւ քննության ենթարկել նրան իբրև մարդու հատկությունները կամ վարքը կամ բարեվարքությունը կամ կուսակրոնությունը, խոսքը կաթողիկոսական ինստիտուտի մասին, այսինքն կաթողիկոս իբրև հայ առաքելական սուրբ եկեղեցու առաջին դեմք առաջնորդ եւ ինստիտուտ, խոսքը դրա մասին է, այսինքն քանդելով այդ ինստիտուտը, հարցականի տակ դնելով այդ ընդհանրապես Սուրբ Հոգու կողմից օծված եղած անձնավորությանը, որովհետև Սուրբ Հոգու դեմ ցանկացած անարգանք, Սուրբ Հոգու դեմ ցանկացած անպատվություն ըստ Աստվածաշնչի աններելի մեղք է, այսինքն իսկական սատանայություն են անում եւ ժողովուրդը չի օծել Գարեգին Բ-ին իբրև կաթողիկոս, այնպես որ ժողովուրդը իրավունք չունի պահանջելու Գարեգին Բ-ի հրաժարականը եւ առհասարակ եթե այնուամենայնիվ այդ իրադարձությունը տեղի ունենա, այսինքն եթե կաթողիկոսը պաշտոնազրկվի, հեռացվի կաթողիկոսական աթոռից, դուք լավ իմացեք, որ պարզապես մեր այս հայ առաքելական սուրբ եկեղեցին, այսինքն ամենայն հայոց կաթողիկոսարանը կվերածվի, ընդհանրապես կլինի ինչ-որ Երևանի կամ Հայաստանի, Արևելյան Հայաստանի պատրիարքություն եւ ընդհանրապես եկեղեցիները կփակվեն, կմնա 1, 2, 3 եկեղեցի մաքսիմալ եւ վերջ, այսինքն այն անձինք, ովքեր այժմ դավադիր կերպով ձեռք են մեկնում, համբուրվում են, ողջագուրվում են դավաճան եւ թշնամի հայ ազգի մեծագույն թշնամի եւ դավաճան Նիկոլ Փաշինյանի հետ, նրանք թող հույս չունենան, որ նրանք կկարգվեն հետագայում կաթողիկոս։ Այդ ինստիտուտը ընդհանրապես կվերածվի, որը մեծագույն հարված կլինի հայ ժողովրդին, ընդհանրապես հոգեվոր կյանքին, մեր հավատքին եւ այդ թվում նաեւ համաշխարհային մակարդակով քրիստոնեությանը։ Սա շատ կարեւոր է հասկանալ, սիրելիներս։ Ես որևիցե մեկին չեմ պաշտպանում եւ որևիցե մեկի անունից չեմ խոսում, ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն, որևիցե մեկի կողմից չեմ ես եւ ես չեմ պաշտպանում որևիցե մեկին։ Ոչ էլ կաթողիկոսին եմ պաշտպանում իբրև անձ։ Ես պաշտպանում եմ կաթողիկոսությունը իբրև ինստիտուտ, որովհետեւ եթե դա վերածվի, սիրելիներս, Հայաստանի երրորդ հանրապետություն եւ առհասարակ պետականությունը այս տարածքում, Արևելյան Հայաստանի այս հատվածում առհասարակ կվերանա։ Սրա մասին է խոսքը, ես շատ մանրամասն անհրաժեշտություն գտա անդրադառնալու այդ հարցին, ինչու, որովհետեւ շատ հարցեր եք տալիս մեկնաբանություններում, կարծիքներ եք հայտնում, ես ձեզ բացատրում եմ իրականությունը իբրև
ինչպես կա, այլ ոչ թե մտածածին այս իշխանությունների կողմից հյուսված հեքիաթները եւ նրանց մեծագույն ձգտումն է Հայաստանը վերածել սատանայապետության, այսինքն ինչ են պահանջում թշնամիները, քանի որ ամբողջ աշխարհով մեկ հայ ժողովուրդը ընդհանրապես Հայաստանը հայտնի է իբրև պետականորեն առաջինը քրիստոնեություն իբրև պետական կրոն, պետականորեն ընդունած ժողովուրդ այժմ թշնամին պահանջում է, որ վերացրեք այդ ցնծություն առաջինը եւ նրանք կասեն, տեսեք, ոչ կաթողիկոսի անունն են տալիս պատարագի ժամանակ ոչ բան, ահա սրանք աղանդավորներ են, զերծվածողներ են, չգիտեմ, եղծաղանդոց եւ այլն, ընդհանրապես ոչ էլ քրիստոնյա են հայերը։ Թուրքերը դա են ասելու եւ փակելու են բոլոր եկեղեցիները, վանքերը 1-2-ը կթողնեն, այսպես ձևական կվերածվի իհարկե ամենայն հայոց կաթողիկոսությունը, այդպիսի բան չի լինի, կլինի կամ պատրիարքարան, իբրև Պուլսո պատրիարքարան օրինակ, այսպես մի բան կլինի եւ այդքանով կսահմանափակվի, հետագայում դա էլ կվերացնեն։ Սրա մասին է խոսքը, այսինքն պաշտպանելով կաթողիկոսին, մենք չենք պաշտպանում անձին, մենք պաշտպանում ենք ինստիտուտը, հասկացեք դա։ Եվ շատ կարևոր է մեկ անգամ եւս այդ իսկ պատճառով ես որոշեցի անդրադառնալ։ Ես ցանկանում էի դա անել Facebook-յան եթերի շրջանակներում, բայց զբաղվածությանս պատճառով այս կիրակի չկարողացա ուղիղ եթեր դուրս գալ, բայց կարծում եմ հաջորդ կիրակիների ընթացքում անպայման կլինեն նաև ուղիղ եթերներ, ինչպես գրեք մեկնաբանություններում, արդյոք ցանկանում եք ուղիղ եթեր կազմակերպեմ Facebook-ում եւ ներկայացնեմ նաև կանխատեսումները 26 թվականի եւ պատասխանեմ ձեզ հուզող բոլոր հարցերին։ Այժմ սիրելի բարեկամներ, անցնենք գալիք շաբաթվա, այսինքն դեկտեմբերի առաջին շաբաթվա աստղացույց լուսնացույցին, լուսնի փոխհարաբերություններին, այլ մորակների հետ եւ նաև կենթանակերպերի կանխատեսումներին եւ այսպես։ Ու շատ բար շաբաթ է, ինչու, որովհետեւ գալիք շաբաթ մենք ունենանք լիալուսին։ Դեկտեմբերի 1-ը բավականին ներդաշնակ օր է, ու բարեխառն համենայն դեպս օրվա ընթացքում Երևանի ժամանակով 14-13 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Մարս մոլորակի հետ, 19 աստիճան խոյ կենթանակերպում գտնվում է լուսինը եւ 19 աստիճան աղեղնավորում գտնվում է Մարսը։ Ու սա օրը բարենպաստ է ֆիզիկական ակտիվության համար, հատկապես որտեղ Մարսը դա նախաձեռնության եւ ֆիզիկական ակտիվության մոլորակն է, այնպես որ եթե ինչ-որ կարևոր գործեր ունեք, կարող եք օրվա ընթացքում, որոնք պահանջում են այսպես ակտիվություն, վազվզոց, ապա շատ բարենպաստ է օրվա ընթացքում այդ գործերը կարգավորել, որտեղ օրվա էներգիան կնպաստի դրան։ Երեկոն մի փոքր ավելի լարված կլինի, որովհետև արդեն Երևանի ժամանակով 22:14 րոպեին, սիրելի բարեկամներ, դեկտեմբերի 1-ին լուսինը լարված քառակուսի կառաջացնի մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ։ Իհարկե Յուպիտերի հետ լուսնի քառակուսի այնքան էլ անբանենպաստ չէ, որովհետև Յուպիտերը մեծ բարենպաստ մոլորակ է, բայց մի ծրագրեք դեկտեմբերի 1-ին ինչ-որ մեծ գնումներ, որովհետև շատ ավելի մեծ գումար կծախսեք, քան պլանավորել եք։ 24 աստիճան խեցգետնում գտնվում է Յուպիտերը եւ 24 աստիճան խոյ կենթանակերպում գտնվում է լուսինը։ Բավականին լարված օր է լինելու մեզ մոտ դեկտեմբերի 2-ը, որովհետև վաղ առավոտյան դեկտեմբերի 2-ին արդեն 7:12 րոպեին Երևանի ժամանակով լուսինը մուտք կգործի ցուլ կենթանակերպ եւ այնուհետև 10:19 րոպեին Երևանի ժամանակով լարված քառակուսի կկազմի ավերիչ Պլուտոն մոլորակի հետ։ Իսկ գիտեք, Պլուտոնը դա ռազմի մոլորակ է, Պլուտոնը վախի մոլորակ է, իսկ լուսինը խորհրդանշում է մունդան աստղաբանության մեջ ժողովրդին, այսինքն ժողովրդին ճնշելու են, վախեցնելու են, 1 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը եւ 1 աստիճան ցուլ կենթանակերպում գտնվելու է լուսինը։ Ամեն դեպքում օրը լարված է անցնելու։ Բարեխառն օր է, սիրելիներս, դեկտեմբերի
դեկտեմբերի 3-ը։ Երեկոյան 18:06 րոպեին Երևանի ժամանակով դեկտեմբերի 3-ին Լուսինը դիմակայություն կկազմի կապի հեռահաղորդակցության մորակ Մերկուրի հետ, որը արդեն իսկ նոյեմբերի 29-ից, ինչպես գիտեք, կանգ է առել եւ արդեն աստիճանաբար թափ է առնում, արագ սկսում է շարժվել։ 21 աստիճան կարիճում գտնվում է Մերկուրին եւ 21 աստիճան նաեւ ցուլ կենթանակերպում գտնվում է Լուսինը։ Ու իհարկե սա բարենպաստ է, եթե դուք շտապում եք, այսինքն հնարավոր է ճանապարհներին խցանումներ լինեն կամ ինչ-որ խոչընդոտներ, կապի խափանումներ եւ այլն, որը որ խանգարի ձեզ ժամանակին հասնել այնտեղ, որտեղ դուք շտապում եք։ Այնպես որ երեկոյան իմացեք, որ խցանումների մեջ եք ընկնելու դեկտեմբերի 3-ի երեկոյան, ու նաեւ 30 երեկոյան 30-ին դեռ կհասցնենք անդրադառնալ եւ սիրելիներս դեկտեմբերի 3-ին Երևան ժամանակով 21:56 րոպեին Լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի մեզ մոտ Յուպիտեր մոլորակի հետ, որը գտնվում է 24 աստիճան Խեցգետնում եւ այժմ շարժվում է հետընթաց 24 աստիճան ուրեմն Խեցգետնում գտնվելու է ցույց նշանում գտնվելու է Լուսինը։ Ու սա բարենպաստ փոխհարաբերությունն է նոր կապեր հաստատելու, ինչ որ նոր զարգացումներ սկսելու համար, դրական զարգացումների մասին է խոսքը իհարկե, այդ ամենի համար շատ բարենպաստ է սիրելիներս, որտեվ եւ Լուսինն է հզոր, իր էկզալտացիայի նշանում է ցուլ կենթանակերպում եւ Յուպիտերն է հզոր, որը գտնվում է նույնպես իր փառավորման էկզալտացիայի աստիճանում եւ միմյանց լրացնում են եւ ուժեղացնում են։ 23:15 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը վեցանկյուն կկազմի նաեւ Սատուրն մոլորակի հետ սիրելիներս, որը իհարկե նշանակում է երեկոն մի փոքր ավելի լարված կանցնի եւ դեկտեմբերի 30-ի լույս 4-ի գիշեր նույնպես լարված կլինի, 25 աստիճան ձկներում գտնվում է Սատուրնը եւ 25 աստիճան Խեցգետնում գտնվում է Լուսինը։ Նու բավականին նաև լարված է, ես կասեի գալիք շաբաթվա ամենալարված օրերից մեկն է դեկտեմբերի 4-ը։ Վաղ առավոտյան 5:07 րոպեին Երևանի ժամանակով դեկտեմբերի 4-ին Լուսինը կմիանա անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանի հետ, որը որ գիտեք, որ կրկին նոյեմբերի 8-ից մուտք է գործել ցուլ կենթանակերպ 28 աստիճան ցուլ կենթանակերպում կմիանա Լուսինն ու Ուրանը։ Այսինքն կապի խափանումներ, տրամադրության տատանումներ, հնարավոր է ինչ-որ հետաքրքիր երազներ տեսնեք այդ ժամանակ, բայց ամեն դեպքում Լուսինի եւ Ուրանի միությունը ամեն տեսակ անսպասելի զարգացումների մասին է խոսում, իսկ 5:50 րոպեին Լուսինը վեցանկյուն կկազմի նաեւ Նեպտունի հետ։ 29 աստիճան ձկներում գտնում է Նեպտունը, վերադարձել է նա ձկներ եւ կրկին քաոսը շատացել է համաշխարհային մակարդակով եւ Լուսինը 29 աստիճան ցուլ կենթանակերպում է գտնվում։ Ու սա ինչի մասին է խոսում, սիրելի բարեկամներ, որ հնարավոր է այդ 3-ի 4-ի գիշերը ինչ որ կարևոր հետաքրքիր երազներ տեսնեք, նաև մղձավանջային փոքր վախենալու երազներ կարող եք տեսնեք, բայց ամեն դեպքում հիշեք այդ գիշերվա երազները։ 6:47 րոպեին Լուսինը մուտք կգործի երկվորյակներ, սիրելի բարեկամներ, դեկտեմբերի 4-ին, իսկ 9:53 րոպեին Լուսինը վեցանկյուն կկազմի Պլուտոն մոլորակի հետ, 1 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը, 1 աստիճան երկվորյակներում Լուսինը։ 13:48 րոպեին Լուսինը լարված դիմակայություն կառաջացնի Վեներա մոլորակից եւ գեղեցկության մոլորակ Վեներան, գիտեք, որ ամսի 1-ին, նոյեմբերի 30-ի լույս 1-ի գիշերը 0:13 րոպեին արդեն իսկ մուտք է գործել Աղեղնավոր եւ այնտեղ կմնա մինչեւ դեկտեմբերի 24։ Այնպես որ Լուսնի եւ Վեներայի դիմակայությունը լարված հարաբերություններ կստեղծի կանանց միջեւ եւ կանանց հետ։ Այնպես որ այդ ցերեկը դեկտեմբերի 4-ին հարաբերություններ մի բարձեք կանանց հետ, սիրելի բարեկամներ, այլապես դες ավելի կխճճվեն հարաբերությունները։ Եվ դեկտեմբերի 5-ը դա մեզ մոտ լիա Լուսին է, դեկտեմբերի 5-ին, այսինքն դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը 3:13 րոպեին Երևանի ժամանակով կկայանա դեկտեմբերյան լարված եւ դժնդակ լիա Լուսինը 13 աստիճան երկորյակներում։ Ինչով է բարդ այս լիա Լուսինը, որովհետեւ Լուսնի եւ Արեգակի դիմակայությունը, որը տեղ է ունենում լիա Լուսնի ժամանակ, զուգորդվում է քառակուսիների հետ, լուսնային հանգույցների հետ, այսինքն ձևավորվում է այսպես կոչված մեծ քառակուսի, որը սովորաբար
նշանակում է, որ այսինքն նախորդում է ինչ-որ բարդ, վտանգավոր զարգացումների համաշխարհային մակարդակով այդ թվում։ Լիալուսնին կարող է կատարել նաև լիալուսնի բոլոր արարողակարգերը եւ հմահախոսությունները, որոնց որ կարող եք ծանոթանալ իմ տեսանեմ, որ այս արեգակը ինձ չխանգարի, որոնց կարող եք ծանոթանալ իմ աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքում, երկրորդ YouTube-յան ալիքում։ Հեղումը այդ YouTube-յան ալիքի կլինի այս վիդեոյի վերջում, այնպես որ դիտեք վիդեոն մինչև վերջ։ Կատարեք այդ բոլոր արարողակարգերը, չնայած բական լարված։ Լիալուսին է մեր մոտ եւ երեկոյան 18:22 րոպեին Երևանի ժամկով լուսինը նաև կդիմակայի Մարս մոլորակետ, որը նույնպես լարվածություն կառաջացնի միջանձնային փոխհարաբերություն, ագրեսիա, աճ եւ այլն։ Այստեղ 22 աստիճան երկորյակներում գտնվելու է լուսինը եւ 22 աստիճան աղեղնավորում գտնվելու է Մարսը։ Երևի այս լույսը այնջատա։ Չէ։ Ինչևիցե։ Եվ 22:19 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի նաև Սատուրն մոլորակի հետ, որը գտնվում է 25 աստիճան ձկներում։ Նույնպես դիմակայությունը Մարսի հետ եւ այնուհետեւ քառակուսին Սատուրնի հետ շատ լարված մոլորակային փոխհարաբերություններ են եւ բարդություններ են առաջացնելու միջանձնային փոխհարաբերություններում եւ այլ շփումներում, այսինքն ինչ-որ կարևոր հանդիպումներ, հարաբերությունների պարզաբանում, նոր կապերի ստեղծում մի նախաձեռնեք հենց դեկտեմբերի 5-ին, լիալուսնի օրը։ Իսկ դեկտեմբերի 6-ը բարեխառն է լինելու 4:54 րոպեին Երևանի ժամանակով գիշերը 5-ի լույս 6-ի գիշերը դեկտեմբերի լուսինը լարված քառակուսի կառաջացնի նաև Նեպտուն մոլորակի հետ, որ իհարկե մղձավանջային երազներ կարող է առաջացնել հենց այդ 5-ի լույս 6-ի գիշերը։ Իսկ 5:54 րոպեին դեկտեմբերի 6-ին լուսինը մուտք կգործի Խեցգետին։ Բավականին քիչ թե շատ բարեխառն, բարենպաստոր է դեկտեմբերի 7-ը, որովհետև արդեն 20:50 րոպեին, սիրելի բարեկամներ, դեկտեմբերի 7-ին լուսինը կմիանա մեծ երջանկության մոլորակ Յուպիտերի հետ, 24 աստիճան Խեցգետնում, սա բարենպաստ է ինչ-որ փոխհարաբերություններ կարգավորելու կամ գործերը ավարտին հասնելու համար։ 22:50 րոպեին, սիրելիներս, դեկտեմբերի 7-ին Սատուրնը եռանկյունի կկազմի լուսնի հետ 25 աստիճան ձկներում, Սատուրնը 25 աստիճան Խեցգետնում լուսինը, ընդհանուր առմամբ բարենպաստ է նաև երեկոն, չնայած Սատուրնի այդ եռանկյունին փոքր կսառացնի միջանձնային հարաբերությունները, մարդիկ կխորթանան միմյանց հետ, բայց այնուամենայնիվ 22:58 րոպեին արդեն լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի կապի եւ հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրիի հետ, Մերկուրիի հետ, չէ, կներեք, Նեպտունի հետ ամենայն հավանականությամբ, սիրելիներս, ամենայն հավանականությամբ Նեպտունի հետ 29 աստիճան ձկներում գտնվում է Նեպտունը եւ 29 աստիճան ուրեմն Չեմ ճիշտ եմ ասում Մերկուրի հետ 22:58 րոպեին, Մերկուրին դեռ շարունակում է գտնվել Կարիճում, սիրելիներս, 25 աստիճան Կարիճում գտնվում է Մերկուրին եւ 25 աստիճան Խեցգետնում գտնվելու է լուսինը։ Ահա այսպիսին է լինելու մոլորակային փոխհարաբերությունները գալիք շաբաթվա ընթացքում, իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, դեկտեմբերի 1-ից 7 ընկած ժամանակահատվածում։ Պատրաստ եք, սիրելի խոհեր, շաբաթը բարենպաստ է ձեզ համար, դեկտեմբերի 1-ից 2-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի խոյակներ։ Եվ դեկտեմբերի 2-ից 4-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, իսկ 4-ից 6-ը լավ է նոր շփումների, նոր ծանոթությունների, դեպ Մերկուրին արդեն ուղընթաց է, սիրելի խոհեր, եւ իհարկե շատ բարենպաստ կլինի նոր ինչ-որ միջավայրի հետ ծանոթանալու համար, կարճ ճանապարհների համար, լավ լուրեր կստանաք քույրերից եւ եղբայրներից։ Դեկտեմբերի 6-ից 7-ը լուծելու եք
տան, ընտանիքի ծնողների հետ կապված հարցեր։ Ցլերի համար նույնպես բարենպաստ է ընդհանուր առմամբ գալիք շաբաթը դեկտեմբերի 1-ից 2-ը զգուշացեք սիրելի ցլեր գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Դեկտեմբերի 2-ից 4-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, հաջողությունը ձեր կողմն է լինելու այդ օրերին սիրելի ցլեր, իսկ դեկտեմբերի 4-ից 6-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար։ Գումար հնարավոր է ստանալ դեկտեմբերի 6-ից 7-ը կարճ ճանապարհ է գնալու, լավ լուրեր եք ստանալու քույրերից եւ եղբայրներից, կամ շատ կարեւոր տեղեկատվություն, որը վաղուց սպասում եք եւ հետընթաց Մերկուրիի պատճառով անընդհատ դա ուշանում էր։ Սիրելի երկորյակներ, բարեխառն է լինելու գալիք շաբաթը նաև ձեզ համար, դեկտեմբերի 1-ից 2-ը կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, ձեզ կուրախացնեն նաև ձեր չափահաս երեխաները եւ բարենպաստ են այս օրերը նաև օնլայն բիզնեսի համար։ Եթե ունեք այդպիսի բիզնես, երկորակների համար շատ բարենպաստ է օնլայն բիզնեսի դեպ։ Եվ դեկտեմբերի 2-ից 4-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, զգուշ եղեք, դեկտեմբերի 4-ից 6-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է լինելու։ Սիրելի երկորակներ, դեկտեմբերի 6-ից 7-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու եւ խեցգետինների համար նույնպես բարեխառն է գալիք շաբաթը։ Սիրելի խեցգետիններ, դեկտեմբերի 1-ից 2-ը ինչ-որ կարևոր պետական դռան հետ կապված, պաշտոնի հետ կապված, պետական կառույցների հետ կապված, փաստաթղթերի հետ կապված կարևոր խնդիր հարց է լուծվելու ձեզ համար, հնարավոր է նոր աշխատանք, նոր պաշտոն, նոր կարգավիճակ կամ ինչ-որ նոր առաջարկություն գործնական կամ անձնական բնույթի, որը ձեզ կուրախացնի։ Դեկտեմբերի 2-ից 4-ը կարևոր երազանք է իրագործվելու ձեզ համար, սիրելի խեցգետիններ, այնպես որ շատ բարենպաստ է, կարևոր հանդիպում կարող է լինի անձնական բնույթի, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները։ Դեկտեմբերի 4-ից 6-ը զգուշացեք, սիրելի խեցգետիններ, գաղտնի թշնամիների ակտիվությունից, իսկ դեկտեմբերի 6-ից 7-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի առուծակներ, ձեզ համար նույնպես բարենպաստ է գալիք շաբաթը, դեկտեմբերի 1-ից 2-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Դեկտեմբերի 2-ից 4-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար, աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված, պետական դռան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված կամ ինչ-որ կարևոր գործնական կամ անձնական բնույթի առաջարկություն կանեն ձեզ սիրելի առուծակներ։ Եվ դեկտեմբերի 4-ից 6-ը դեկտեմբերի 4-ից 6-ը ուրեմն շատ հիանալի օրեր են, նույնպես կկատարվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաներից դեկտեմբերի 6-ից 7-ը, զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, սիրելի առյուծակներ։ Կույսիկներ, սիրելի կույսիկներ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը, դեկտեմբերի 1-ից 2-ը անսպասելի զարգացումներ են հնարավոր, զգուշացեք հանկարծակի ինչ-որ անսպասելի զարգացումների, զգուշ եղեք ճանապարհներին, զգուշ եղեք ինչ-որ հնարավոր են հիվանդություններ կամ ձեր միջավայրի, ձեր շրջապատի մեծ գումարներ պարտքով կամ վարկով մի վերցրեք։ Դեկտեմբերի 2-ից 4-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, հնարավոր է նաև ճամփորդություն։ Դեկտեմբերի 4-ից 6-ը ինչ-որ կարևոր գործնական հարց կլուծվի ձեզ համար, պետական դռան հետ կապված, պաշտոնի եւ աշխատանքի հետ կապված, իսկ դեկտեմբերի 6-ից 7-ը կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, բարենպաստ է նաև այդ օրերը, բարենպաստ են օնլայն բիզնեսի համար։ Սիրելի կշերքակներ, դեկտեմբերի 1-ից 2-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, ով հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Դեկտեմբերի 2-ից 4-ը անսպասելի զարգացումներ են հնարավոր, զգուշ եղեք ճանապարհներին, վերահսկող մարմինների հետ, հարկային, հարկադիր եւ այլն։ Հնարավոր է ձեզ շտապ գումար պետք է, բայց մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք այս ընթացքում։ Դեկտեմբերի 4-ից 6-ը լավ լուր արտասահմանից նվեր կամ ճամփորդություն, իսկ 6-ից 7-ը
հնարավոր է ինչ-որ շատ կարևոր գործնական հարց լուծվի ձեզ համար պետական դռան հետ կապված, ինչ-որ աշխատանքի, պաշտոնի հետ կապված, կամ շատ հետաքրքիր գայթակղեցուցիչ առաջարկ ուսում։ Սիրելի կարիճիկներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը դեկտեմբերի 1-ից 2-ը հիմնականում զբաղվելու եք ընթացիկ հարցերի կարգավորմամբ, աշխատանքային հարցերը կկարգավորվեն, կլուծվեն ինչ-որ աշխատանքի հետ կապված, նաև առողջական խնդիրների կարգավորմամբ եք զբաղվելու դեկտեմբերի 2-ից 4-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, սիրելի կարիճներ, որովհետեւ հետագայում դժվար կլինի թե չհասնեք հարաբերություններ, հետագայում դժվար կլինի վերականգնել դրանք։ Իսկ դեկտեմբերի 4-ից 6-ը հնարավոր չէ ֆինանսական խնդիրներ առաջանան, բայց բարենպաստ է, անսպասելի զարգացումներ են հնարավոր եւ բարենպաստ է ձեր գործընկերների կամ զուգընկերների ֆինանսական հաջողության համար։ Պես որ մի փչացրեք նախորդ օրերին հարաբերությունները իրենցից դեկտեմբերի 6-ից 7-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Սիրելի աղեղնավորիկներ, բարեխառն է լինելու գալիք շաբաթը նաև ձեզ համար դեկտեմբերի 1-ից 2-ը շատ լավ օրեր են, լավ է հաճույքների, հանգստի, երեխաների համար, այսինքն լավ լուրեր ձեր երեխաներից։ Դեկտեմբերի 2-ից 4-ը ընթացիկ աշխատանքային հարցերով եք զբաղվելու, նաև առողջական հարցեր եք լուծելու։ Դեկտեմբերի 4-ից 6-ը զգուշացեք, սիրելի աղեղնավորներ, ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից։ Իսկ դեկտեմբերի 6-ից 7-ը անսպասելի զարգացումներ են հնարավոր, պետք է զգուշ լինել ճանապարհներին եւ առհասարակ նաեւ առողջության հետ կապված ձեր եւ ձեր մտերիմների մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք։ Սիրելի այդ եղջյուրիկներ, դեկտեմբերի 1-ից 2-ը զբաղվելու եք ձեր տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցեր, հնարավոր է նաև տան առքու վաճառ կամ տան հետ կապված փաստաթղթերի ձևակերպում։ Դեկտեմբերի 2-ից 4-ը շատ բարենպաստ է երեխաների համար, հաճույքների համար, հանգստի համար, լավ օրեր են ձեզ համար, նաև բիզնեսի համար է բարենպաստ։ Դեկտեմբերի 4-ից 6-ը զբաղվելու եք ընթացիկ հարցերով, կենցաղային հարցերով, աշխատանքային հարցերով, նաև առողջության հետ կապված հարցերով, իսկ դեկտեմբերի 6-ից 7-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումից, դեռ հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Սիրելի ջրհոսակներ, ձեզ համար ընդհանուր առմամբ եւս բարենպաստ է գալիք շաբաթը դեկտեմբերի 1-ից 2-ը կարճ ճանապարհ եք գնալու, որ ընթացքում լավ լուրեր կամ հետաքրքիր հանդիպում, լավ լուրեր նաև քույրերից եւ եղբայրներից։ Դեկտեմբերի 2-ից 4-ը զբաղվելու եք ձեր տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցեր, հնարավոր է տան առքովաճառ կամ ձեր տան հետ կապված փաստաթղթեր ձևակերպեք, իսկ 4-ից 6-ը դեկտեմբերի կուրախացնեն ձեզ ձեր երեխաները, շատ լավ օրեր են հանգստի եւ հաճույքներ ստանալու համար, նաև բիզնեսի համար։ Դեկտեմբերի 6-ից 7-ը ընթացիկ աշխատանքային հարցեր եք լուծելու, կենցաղային հարցեր եք լուծելու, առողջության հետ կապված խնդիրներ կկարգավորեք եւ սիրելի ձկնակներ, ձեզ համար ընդհանուր առմամբ եւս բարենպաստ է գալիք շաբաթ դեկտեմբերի 1-ից 2-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու։ Դեկտեմբերի 2-ից 4-ը ինչ-որ շատ լավ կարևոր լուր եք ստանալու, կարճ ճանապարհ եք գնալու, լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից կամ հետաքրքիր հանդիպում է տեղի ունենալու։ Դեկտեմբերի 4-ից 6-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերի կարգավորմամբ եւ լուծմամբ, հնարավոր է բնակարանի առք ու վաճառք, եւ 6-ից 7-ը դեկտեմբերի շատ լավ օրեր են, բարենպաստ է հանգստի, երեխաների, հաճույքների, լավ են նաեւ բիզնեսի համար։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում դեկտեմբերի 1-ից 7 ընկած ժամանակահատվածում։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները անձամբ ձեզ համար։ Կհանդիպենք, ստեսություն։